Իրանը շարունակում է մնալ Իսրայելի անվտանգային համար առաջին սպառնալիքը եւ Իսրայելը անverջ օժանդակություն, աջակցություններ ստանում Միացյալ Նահանգներից թիմագայելու համար այդ սպառնալիքը։ Ուրեմն Իրանի նկատմամբ այդ լարված իրավիճակը պահպանելով Գազայի դեպքերից առաջ սկսվել էր նաև Թել Ավիվ արաբական պետություններ, դիվանագիտական հարաբերությունների հաստատման որոշակի գործընթաց, որը արգախվեց Գազայի պատերազմում։ Հետո եթե նկատի ունենանք եւ Գազան, եւ Արավային Լիբանանը, եւ Սիրիայի առաջի դեպքերը, հիմա իհարկե իրավիճակը արմատապես փոխվեց Սիրիայում, բնականաբար նաև Եմենը, այս բոլորը իրանյան պրոքսիներն էին, որոնք Իսրայելի համար լրջակույն մարտահրավերներ էին, անվտանգային հիմնական սպառնալիքներ, խնդիրներ, բայց այս պրոքսիների իրավիճակը եւս փոխվեց եւ Գազայում Համասը նախին իր նշանակությունը, դարողությունը ունի, Հեզբոլլահը Լիբանանում նախին իր դարողությունը, նշանակությունը ունի։ Հիմա ուրեմն այս բանակցությունների առընթեր հուսիների հրթիռագործումը եւ Իսրայելի Գազայում ձեռնարկած գործողությունները այս բարունակում պետք է նկատի ունենալ